Քրիստոս հարյավի մեռելոց, ձեզ և մեզ, մեծ ավետիս։ Հովանու ավետարանի մեջ Տեր Հիսուս Քրիստոս հետևյալ պատգամն է տալիս մեզ բոլորիս։ Արդ ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ երկնքից իջածը, մարդու որդին, որ երկնքից էր։ Եվ ինչպես որ Մովսեսն անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանքն ընդունի։ Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը, որովհետև Աստված իր որդուն չուղարկեց աշխարհ այն դատապարտելու, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի։ Սիրելիներ, Մովսեսի կողմից դրված պղնձե օձի օրինակն է մեր Տեր Հիսուս Քրիստոս բերում։ Հիշեք այդ դրվագը, թե ինչպես հիվանդ հրյաները նայելով այդ պղնձե օձին փրկություն էին գտնում, առողջություն էին գտնում։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոս եղավ մեր օրյա առողջությունը պարգևողը, երբ բարձրացավ իր խաչի վրա։ Եվ ով որ նայի Քրիստոսին հավատով եւ վստահությամբ, նա գտնելու է այդ փրկությունը։ Եվ դրա վկայությունը Աստծո սիրո արտահայտությունն է։ Դրա համար ձեզ ընթերցեցի Հովանեսի ավետարանից այդ հայտնի տողերը, որ Աստված սիրեց աշխարհը եւ տվեց իր միածին որդուն։ Ուրեմն այսօրվա խորհուրդը Աստծո սիրո արտահայտության մեջ է։ Եվ այդ սերը փնտրելիս պիտի նայեք խաչին, այլ տեղ չկա նայելու։ Այո, կարող է շատ-շատերը որոշակի կազմակերպություններ, մարդիկ իրենց սեփական հայացքներից ելնելով փորձեն խաչը մերժել, բայց մենք գիտենք, որ մեր ճանապարհը խաչի ճանապարհ է։ Մենք գիտենք, որ խաչը դարձավ մեզ համար մեր առողջության, հոգևոր փրկության զենքը, զրահը, պաշտպանը եւ առաջնորդը։ Հետևաբար, սիրելիներ, փնտրեք Տիրոջ սերը, գնացեք դեպի այդ սերը, իդեմս մեր Տեր Հիսուս Քրիստոսի, բայց որպեսզի տեսնեք Քրիստոսին, պիտի տեսնեք նաև խաչը, որովհետև խաչով Քրիստոս վեր բարձրացավ եւ ցույց տվեց իր փրկության իրական ճանապարհը յուրաքանչյուր մեկիս համար։ Հետևաբար, մաղթում եմ, որ յուրաքանչյուր մեկդ խաչի նշանով պաշտպանված լինեք, խաչի նշանով առաջնորդվեք եւ խաչի նշանով կարողանաք Քրիստոսի սերը վայելել։ Այլ բան պետք չէ այս կյանքում, եթե մարդ գիտի, որ Աստված իրեն սիրում է եւ ինքն էլ Աստծուն է սիրում, հավատացեք, մնացած բաները այդ սիրո մեջ ճիշտ դասավորվում են։ Մնացեք Աստծո սիրո եւ ողորմության մեջ։ Քրիստոս հարյավի մեռելոց, ձեզ եւ մեզ մեծ ավետիս։